Սիրելի գյումրեցիներ, ես հպարտ եմ ձեր առջև խոսելու և իմ խոսքը ուզում եմ սկսել մեծն Հովհաննես Շիրազի տողերով։ Ինչու եք լռել հավատի զանգեր, ինչու եք լռել, չէ որ դուք ղողանջելիս սրբություն էիք շուրջս շաղ տալիս։ Գյումրեցին դիմացավ դաժան արհավիրքին, դաժան բնական արհավիրքին դիմացավ խրոխտ, անկոտրուն, արժանապատիվ, երբ նմանատիպ աղետ եղավ Լուիզիանայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մարդիկ բարոյալքվեցին, եղան կողոպուտներ, եղան անկարգություններ, իսկ գյումրեցին արժանապատիվ էր և այդ պահին համախմբվեց և իր ուժը ցույց տվեց աշխարհին, բոլորին, ցույց տվեց ով է հայը, ինչպիսի արժանապատվություն ունի։ Երբ Գորբաչովը եկել էր այստեղ և իր օգնությունն էր առաջարկում, գյումրեցին ասեց, ես ինքս կդիմակայեմ այս ցավին ինքնուրույն, գնա Ղարաբաղի հարցը լուծի։ Գյումրեցին ուժեղ է, բայց այսօր կարծես կորցրել է իր հավատը, չի հավատում իր ապագային։ Ինչու՞։ Որովհետև դիմանալով բնական արհավիրքին, դիմանալով պատերազմական տարիներին և դիմակայելով արտաքին թշնամուն, չկարողացավ հաշտվել ներքին դուշմանի անբարոյականությանը, սրբապղծությանը, անարդարությանը։ Եվ այսօր եկել է այդ պահը, երբ մենք պետք է ձեռբազատվենք այդ անարդարությունից, այն ամենից, ինչը հպարտ գյումրեցուն այսօր դատապարտեց մի այնպիսի հոգեվիճակի, երբ գյումրեցին այլևս չի նկատում, թե ինչպես է ինքը հյուծվում, երկրաշարժի ժամանակ, երկրաշարժից հետո, երբ փորձեր եղան մեր որբերին տանել երկրից դուրս, գյումրեցին կանգնեց ասեց, մեր որբերին ինքն է դաստիարակելու, ինքն է մեծացնելու, դա իր իրավունքն է և պարտականությունն է։ Այսօր մայր ու մանուկ, հայր ու մանուկ լքում են երկիրը դատարկվում է, իսկ գյումրեցին շվարած և անհուսության մատնված, որովհետև չդիմացավ այս նենգությանը ներքին։ Երբ գյումրեցին կանգնեց և 13 թվականին մերժեց այս վարչախումբը, ոչ ասեց այս վարչախմբին, ինչ արեց վարչախումբը։ Ես ինձ որպես քաղաքագետ, ես մտածում էի, լավ, ինչ էր պատահել, ինչու Սերժ Սարգսյանը իր նախընտրական պլատֆորմում 13 թվականին չէր դրել սահմանադրական փոփոխություններ երկրում նախաձեռնելու հարց։ Ինչու իր պլատֆորմում չկար այն առաջնահերթությունների մեջ իմիջիայլոց, որոնք չի կատարել, այն խոստումների ցանկում, որոնք չի կատարել, նաև խոստում անցկացնելու սահմանադրական բարեփոխում, չարեփոխում, թեկուզ։ Բայց այնուամենայնիվ, եթե իր պլատֆորմում նա արտացոլեր այդ խնդիրը, իր պլատֆորմում ամրագրեր այդ խնդիրը, հասկանալի կլիներ, թե ինչու է նախաձեռնում հետո դա, բայց փաստը մնում է փաստ, որ այդ մասին իր նախընտրական պլատֆորմում և ոչ մի նախադասություն չկա, չի եղել։
բայց ինչու հանկարծ հետո որոշեց, որովհետև իրականում պարտվել է այդ ընտրություններին և պարտվել է առաջին հերթին Գյումրիում և դրա համար որոշել է վերացնել ուղիղ արտահերթ ընտրությունների միջոցով երկրի ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար ընտրելու հնարավորությունը։ Այնպիսի մի իրավիճակում, երբ երկիրը այսօր ծանրագույն տնտեսական, սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է, այն պարագայում, երբ այսօր վտանգված են մեր սահմանները, այն պարագայում, երբ մեր անվտանգությունն է հարցականի տակ դրված և այս պայմաններում զրկել երկրի ղեկավարին, ապագայի երկրի ղեկավարին ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով իր աշխարհին լեգիտիմությունը, օրինականությունը, նաև ընտրովի լինելը և ազգ ներկայացնելու իրավունքից զրկել գերագույն գլխավոր զինվորին, որը սահման է պաշտպանում, հնարավորությունից ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով իր ձայնը տալու և որոշելու, թե ով պետք է լինի երկրում գերագույն գլխավոր հրամանատար, ով պետք է իրեն ուղղորդի պաշտպանելու երկիրը, նշանակում է ոտնձգություն կատարել երկրի ապագայի նկատմամբ։ Թե որ անցնի 1000 տարի, հայ կմնա աշխարհում, միտք էր անում մայրս բարի, միտք էր անում ու տխրում, քանզի երեք մի ծովեր նա, այսօր հազիվ մի հայ գետ, վախենում եմ գետն էլ գնա այս նորադար երթի հետ։ Վախենում եմ կտրում քունս ու չգիտեմ չար աշխարհ, իմաստուն է տխրությունս, թե քեզ նման խելագար։ Ոչ, տխրությունը իմաստուն չէ, բայց խելագարությունը մի իրավիճակում, երբ ոտնահարվում են մեր ազգային շահերը, երբ հյուծվում է մեր հայրենիքը, մեր ազգը, երբ ճշված է նույնիսկ մեր Հայաստան աշխարհի ամենահպարտ հատվածի ներկայացուցիչ գյումրեցին, հաշտվել այդ ամենի հետ, չխելագարվել այդ առիթով և խելագարված ամբոխների ուժով չպարտադրել իշխանությանը հեռանալու և այո, հեռանալու։ Մենք պարտավոր ենք այսօր միասին միահամուռ լուծել այդ հարցը, ոչ ասել հանցավոր ռեժիմին, ոչ ասել նրա կողմից առաջ քաշված նոր սահմանադրությանը։ Եվ ես վերջում ձեզ ուզում եմ ասել հետևյալը. մենք դեկտեմբերի 1-ին համազգային հանրահավաք ենք հրավիրում Երևանում մայրաքաղաքում։ Ձեզ կոչ եմ անում նրանց, ովքեր կարողանան գալ Երևան և մասնակցել դեկտեմբերի 1-ին մեր այդ աշխարհահավաքին։ Նրանք, ովքեր չեն կարողանա գալ հասնել Երևան, կոչ եմ անում հավաքվել այդ նույն ժամին, այս նույն հրապարակում և դառնալով մի բռունցք Երևան-Գյումրի, որովհետև Երևանն ու Գյումրին միասին, ինչպես և միասին բոլոր Հայաստանի քաղաքներն ու ավանները կարող են գտնել այն հարցի լուծումը, որը մենք այսօր դրել ենք, դրել է նոր Հայաստան հանրային փրկության ճակատը։ Եվ նրանց, ովքեր ասում են, որ մինչև հիմա էլ են եղել փորձեր, մինչև հիմա էլ է դրվել խնդիր այս իշխանություններին հեռացնելու, բայց ընդդիմությունը չի կարողացել այդ խնդիրը լուծի։ Ես ասում եմ, որ այսօր ձևավորվել է նոր ընդդիմություն և
այդ ընդդիմության առանձնահատկությունը եւ տարբերությունը նախորդ շրջաններում գործող ընդդիմությունից կայանում է նրանում, որ նոր Հայաստան հանրային փրկության ճակատը օրակարգ չի թելադրելու ժողովրդին։ Մենք ձեր ձեռքի սվիներն ենք, մենք ձեր ձեռքի ավելներն ենք, որոնց միջոցով դուք կարող եք մաքրել այս ավգյան ախորները եւ վերադարձնել մեր երկրին երբեմնի արժանապատվությունը, մեր ժողովրդին երբեմնի հույս ու հավատը, վստահությունը, որը նույնիսկ երկրաշարժի մեծ երկրաշարժի օրերին չմարեց, բայց այսօր ցավոք սրտի այս իշխանությունների անարդարությունների, նենգությունների, այս իշխանությունների կողմից քարոզվող անբարոյականության հորի բարքերի պատճառով այդ հույսը մարել է ինչպես եւ մենք պարտավոր ենք վերականգնել եւ կարող ենք վերականգնել միայն այն դեպքում, եթե չթելադրենք օրակարգ։ Մենք դեկտեմբերի 1-ին քաղաքական օրակարգ չենք թելադրելու, չենք պարտադրելու ժողովրդին։ Մենք ենթարկվելու ենք այն օրակարգին, որը որոշի ժողովված, հավաքված ժողովուրդը դեկտեմբերի 1-ին ինքը ժողովուրդը մեզ կասի, թե ինչ ենք պարտավոր մենք անել, գնալ, ընտրատեղամասել, ոչ ասել, դիմել քաղաքացիական անհնազանդությանը, թե այլ պայքարի ձևին, գուցե դեկտեմբերի 6-ին կազմակերպել համազգային exit poll եւ վերահսկել ազգովին ժողովրդով միասին ընտրությունների օրինականությունը, գուցե դա այդ օրակարգը կառաջարկի ժողովուրդը։ Ես կանխատեսումներ չեմ անում, մենք գտնում ենք միայն ճիշտը այն, որ ժողովուրդը պետք է իրավունք ստանա որոշելու քաղաքական ուժի օրակարգը։ Եթե մինչև հիմա ընդդիմության առաջնորդները ասել են, որ իրենք են որոշում քաղաքական օրակարգը եւ ժողովուրդը իրավունք չունի իրենց թելադրելու, թե ինչպիսին պետք է լինի այդ քաղաքական օրակարգը։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը գտնում է, որ ինքը ժողովուրդը պետք է որոշի քաղաքական ուժի քաղաքական օրակարգը։ Եթե ժողովուրդը մեզ ասեց հնազանդվեք այս ռեժիմին, մենք պարտավոր ենք հնազանդվել, եթե ժողովուրդը ասեց գնացեք Բաղրամյան պողոտա եւ դուրս շպրտեք այդ ռեժիմին պալատից, Բաղրամյան պողոտայից, մենք պետք է նույնպես հնազանդվենք, նույնպես դիկատարացենք ցանկացած ձեր որոշում եւ վճիռ, որովհետեւ ձայն բազմած, ձայն Աստծո, որովհետեւ ժողովուրդն է երկրի տերը եւ այդ գիտակցումով մենք դեկտեմբերի 1-ին հրավիրում ենք բոլորին համազգային հանրահավաքի, որտեղ ժողովուրդը ինքը կորոշի, թե ինչ ձևով է ապահովելու քվեարկության օրինականությունը, որովհետև մենք գիտենք, որ որպես կանոն բոլոր հանցագործությունները, կեղծարարությունները, անօրինականությունները կատարվում են քվեարկությանը նախորդող օրերին, վերջի 4-5 օրերին։ Ահավասիկ այդ անօրինականությունները, կեղծիքները, ճնշումները ընտրողների վրա, ընտրակաշառքներով ընտրողներին ինչ-ինչ լուծումներ իրենց համար նպաստավոր քվեարկություն պարտադրելը այդ ամենի տեղի են ունենում։ Ընտրությունների նախօրյակին ուրեմն ժողովուրդը պետք է մոբիլիզացնի իր ուժերը, որպեսզի կանխի անօրինականությունները եւ կեղծիքները։ Ինչ կոնկրետ ձևերով, միջոցներով հրապարակում ժողովուրդը կորոշի։ Ժողովուրդը պետք է թելադրի քաղաքական ուժի քաղաքական օրակարգը։ Ժողովուրդը պետք է, իսկ մենք ձեր ծառաներն ենք։ Ինչպես կհավաքվեք, կորոշեք դեկտեմբերի 1-ին, այնպես էլ կլինի։ Դուք իրավունք ունեք հավաքվելու, դուք իրավունք ունեք, դա ամրագրված է սահմանադրությամբ, այն սահմանադրությամբ, որի վրա երթում է տվել Սերժ Սարգսյանը, երթվել է կատարել այդ սահմանադրությունը, եւ ես ձեզ կոչ եմ անում,
իսկապես այդ հավատի, հույսի, զանգերի հողանջը, այդ հավատի, հույսի, մեր Հայաստանի ժողովրդի բոլոր հատվածներին ուղված մթնոլորտը վերականգնել մեր ամենահայկական, ուղնուցուցով հայ գյուղերեցիների գիտակցության մեջ, ձեր միջոցով այսօր քիչ ենք, բայց տնետուն գնացեք, այս իմ պատգամը փոխանցեք, սիրելի գյուղերեցիներ, ձեր ցավը տանեմ։